Բարի երեկո բարեկամներ, եթերում մեր շենը հեռուստացրագրի հերթական թողարկումն է, մեր ողջույններն ենք ձեզ հղում Մարտակերտի շրջանի Շահմասուր գյուղից եւ առաջարկում միասին պարզել, թե ինչ կա չկա Շահմասուրում։ Մարտակերտի շրջանի Շահմասուր գյուղը երբեք իր մեծությամբ աչքի չի ընկել։ Բնակչության թիվը տատանվել է 150-ից 200-ի սահմաններում։ Գյուղը նաև հարուստ գյուղերի թվին չի պատկանել, բայց այս գյուղի մարդիկ աչքի են ընկել իրենց աշխույժ բնավորությամբ ու լավատեսությամբ։ Այսօր էլ շահմասուրցիները այդպիսին են։ Ներկայիս անվանումը Շահմասուր գյուղը որ ասում ենք։ Ուրեմն տարբեր հետանան հետ վարկածներ կա։ Շահմասուր մի մասը նախկինում իբր թե ստեղ ինչ-որ շահ եղալ, շահն սպանալն սրով, ստացվել է շահը մահը սրով, այդ բառակապությունն է լի, բայց դա հավանական չի, հավանական նա է, որ նախկինում երևի թե թերևս այժմ, այս գյուղը տերիտորիան լրիվ ուրեմն տարածված է մասուրու, շահ մասուրու, շահ մասուրու լի են Հունց որ ասում ենք շահ նուրը, շահ թութը, շահ։ Այդ անվան տակ և ամենահավանականը դա է, որ այդ անն ու կրալա տեղատ։ Ներկայիս ստեղ ազգաբնակչությունը մարդիկ, բնիկ չեն սրանք եղել։ Սրանք նախկին Շահմասուրի բնակիչների չեն։ Ըստ Ռափու, հետո Բախուդարյանի հետևյալների, սրանք եկալ են ներկայիս մեր Հադրութ շրջանի Առաքյալ և Բանազուր գյուղերից։ Մի թաղամասը ներգաղթվալա Արևմտյան Հայաստանից, Խոյ գավառից։ Հայրենական պատերազմի զոհվածները պատվին կանգնացրած շրջանը, որ մենք ենք կանգնացրել, գյուղի ուժերով, այնտեղ եղել է եկեղեցին։ Այդ եկեղեցու նախագիծ իրան ճարտարապետական կառուցվածքը շատ նույնն է Ծմակող գյուղի Սուրբ Ստեփանոս չեն կոչվում, Սուրբ Ստեփանոս եկեղեցու ճարտարապետության։ Ես ինքս այդ եկեղեցու տեսալում, եկեղեցին, ինչպես ասեն, տգետ ասեն, թե միամիտ ասեն, մարդկաց կողմից քանդել են 1940 թվականին։ Ձեր գյուղի եկեղեցի։ Այո, ես եկեղեցի, Շահմասուրի եկեղեցի։ Իսկ եկեղեցու ներկայիս Շահմասուրի ազգաբնակչության ուրեմն բանը հիմնական պատճառը ավելի շուտ միտքը դա եղալ է այդ եկեղեցին։ Գանձասարի կաթողիկոսը 13 ընտանիքի 130 շնչով վերել են ստեղ բնակություն հաստատել, որի շարավերները մունք։ Գյուղը այդ ժամանակ դպրոց չի եղել իհարկե ամենակարևորը։ Մոտակա գյուղից մեր մեծապատիվ Անդրանիկ ակադեմիկոսի հայրը քահանա Յոսիփյանը նա եկել է ստեղ եկեղեցում երեխաներին տարաճանաչություն սովորեցրել։ Նրանց հետո երբ արդեն ձերբակալ ալն, ուրեմն 29-30 թվականներին առաջին դասարան տվալ գյուղում շենք չի եղալ, մասնավոր մարդկանց նկողներն տան ես եւս ուսանալım այդ շենքերն իջել վիճակով աշակերտ լինել, աշակերտ ալım։ Համենայն դեպս նրանց հետո արդեն ստեղծվել է միջնակարգ դպրոց, Ոչլերի միջնակարգ դպրոց։ Երկար տարիներ վանքի հետ վանքում ենք սովորալ Ծմակող դպրոցներում, երեխաները հաճախալ են դեր դպրոց եւ միայն Ղարաբաղի ազատագրումից հետո գյուղին տվել են դպրոց օդլամյա բանով մակարդակով։ Այդ սովետական տարիներին ինչպիսին է եղել այ գյուղի վիճակը, բնակչության թիվը։ Ասեմ, կոլխոզ նախ ասեմ, որ մարդկանց աշխարհայացքը, մարդկանց ամեն ինչ ձևավորումը հասարակության կոլեկտիվի մեջ։ Նախ կոլեկտիվ տնտեսություն ունենալը չափազանց կարևոր է, ասեմ փաստ է։ Ասեմ բերեմ փաստեր։ 1945 թվականին երբ հայրենական պատերազմը սկսվեց, եթե չլինեին կազմակերպված կոլտնտեսությունները,
ապա երևի թե մենք հաղթանակը տանել տայինք։ Այստեղ կանայք բահով, քլունգով, արորով, կիթանով, վարուցանք կատարալ, հաց արտադրալ, ցորեն, հաց, ուղարկալ ճակատ, ֆրոնտ։ Եվ դա է պատճառը, որ դա է նմանավանդ, որ Հիտլերը այն ժամանակ են որոշել, որ երևա սովետական իշխանության դեմ պատերազմը հայտարարել Բերքահավաքի նախօրյակին, որպեսզի սողոմա հանել մարդկանց ու հեշտ հաղթանակ կորզել։ Եվ այսպես բացի այդ, եթե չլիներ կոլեկտիվ տնտեսությունը, այս փոքրիկ գյուղից 56 մարդ հայրենական պատերազմի մասնակցել է։ Նրանց ընտանիքները, երեխաները երևի թե լրիվությամբ կբացատրվեն սովից։ Կոլեկտիվ տնտեսությունը, այստեղ կոլխոզի վարչությունը, կոլխոզի ղեկավարությունը թոնրով հաց է թխալ, բաժան, յուրաքանչյուր երեխային 200-300 գրամ հաց օրական մածերեն կես կիլոգրամի, 500 գրամի սահմաններով։ Հետագայում տնտեսները զարգացան, մեծացան, արդեն ոտքը կառուցեցին պատերազմից հետո, 80-ական թվականներից հետո, փոխվեց պետական քաղաքականությունը գյուղի նկատմամբ, անասուններ պահելու արդեն հնարավորություններ ունեին։ Այս տները որ տեսնում ես, սա հազվագյուտ տունը այս փոքր գյուղում, որ մի հարկանի է։ Մնացածները լող 200։ Այս տները կառուցվել է հենց 60-ական, 70-ական թվականներին։ Նրանց հետո սովխոզ տնտեսություն է ստեղծվել, միավորվել ենք վանք, շահմասուր, գառնակար, ծբակահող եւ նարեշտար։ Գոյատևել է մինչև Արցախյան գոյամարտը։ Այն ամենը, ինչ ունեն շահմասուրցիները, տեղակայված են գյուղամիջում՝ դպրոցը, ակումբը, գյուղապետարանը եւ այլն։ Բոլորն էլ բավականին հին շենքեր են ու տարիներ ի վեր նույնիսկ վերանորոգման չեն ենթարկվել։ Ամենավատն այն է, որ գյուղը չունի հովանավորներ, ովքեր քիչ թե շատ իրենց օգնությունը կցուցաբերեին գյուղին, բայց շահմասուրցիները էլի չեն տրտնջում։ 142 բնակիչ ունենք, 34 ընտանիք։ Հիմնական երիտասարդությունը մի մասը աշխատում են Կաշինի հանքավայրում, մի մասը Դրամբոնում, պայմանագրային ծառայողներ ունենք։ Մնացած երիտասարդությունը սեփականություն են զբաղվում, հիմնականում դենց, ասենք, անասնապահություն են զբաղվում, թեթև հողագործությունով։ Դաշտերը մի քիչ հեռու է գյուղից, բարենպաստ չի, աշնանացան գառնանացան կատարելու համար։ 3 տարիների ընթացքում, որ առաջընթաց ինչ որ գրանցվել է գյուղ։ Պետության միջոցներով վերանորոգել ենք ճանապարհը անցած տարի դեկտեմբերին։ Հիմա ոչինչ։ Էլի վերանորոգման կարիք ունի, բայց այլելավ է։ Մեր զոհված ազատամարտիկների հուշարձան ենք կառուցել։ Տարվա ընթացքում վերանորոգվել է դպրոցի շենքի տանիքները, մասնավոր, բանը ասենք տիպային դպրոց չունենք, հարմարեցված է։ Համայնքապետարանի տանիքն ենք փոխել։ Հետագայում ծրագրի մեջ է որ բանը ակումբի տանիք փոխենք։ Սեփական ուժերով եք այդքան։ Պետության դրամադրում է շինանյութը, մենք մեր սեփական ուժերով վերանորոգում։ Սա գյուղի դպրոցն է, այն ժամանակին գյուղի ակումբի շենքն է եղել։ Շահմասուրի դպրոցում այսօր 27 աշակերտ է սովորում։ Շահմասուրի հիմնական դպրոցը ստեղծվել է 1923 թվականին, որպես դարական դպրոց գոյատևել է մինչև 1990 թվականը։ Այդ ժամանակ կապված աշակերտների թվի հետ եւ ընդհանրապես Արցախյան շարժման եւ նաեւ դպրոցի տնօրեն Արշավիր Ավակյանի նախաձեռնության եւ մեր ղեկավարության ընդառաջության հետևանքով դպրոցը վերածվել է 8-ամյա դպրոցի։ 8-ամյա դպրոցը ներկայում գործում է որպես հիմնական դպրոց։ Դպրոցում սովորում են 27 աշակերտներ, դասավանդում են 14 ուսուցիչներ։ Հիմնականում ապահոված է մասնագետներով, քանի որ երիտասարդ կազմում է լավատեսական, այսպես տենդենս կա դպրոցում, դպրոցը արձանագրել է առաջադիմության որոշ առաջընթաց եւ որոշակի բարձրացում այս ուսումնական տարում։ Ներկայում գործում է 8 դասարաններ, 1 համակարգչային դասասենյակ ունենք գործող 3 համակարգիչներ, 4 համակարգիչից 3-ը գործող են, միայն չունենք ինտերնետ կապ։ Դպրոցը գտնում է գյուղամեջը, որոշակի դժվարություններ կան, բակի հետ կապված սպորտ դահլիճ չունենք, որը որոշակի դժվարություններ առաջացնում։ Ուրախալին այն է, որ մեր համայնքում այսպես
արտագաղթ չկա համարյա։ Ճիշտ է, երիտասարդները ուշ են ամուսնանում, այ ընտանիքներ կազմել են քիչ է ընտանիքները։ Քանի աշակերտ կա այսօրվա դրությամբ։ Այսօրվա դրությամբ սովորում են 27 աշակերտներ, նախադպրոցական տարիքի ունեն 21 աշակերտներ։ Այս վերջ 2 տարում մի քիչ նվազել է աճը, ճիշտն ասած, բայց հույս ունենք, որ դա էլ ժամանակավոր է, նորից աճը կլինի գյուղում։ Ակումբը, ինչպես գյուղացիներն են ասում, արդեն իր դարն ապրել է։ Ակումբը ունի շատ հին պատմություն, բնույթ շենք է։ Երևի մի անգամ է սաղ իր կյանքում վերանորոգվել։ Նրանից հետո միջև հիմա ոչ մի վերանորոգում, խարխուլ վիճակում ընտանիքը, շատ վտանգավոր վիճակ է։ Դե հույսով ենք, որ կվերանորոգեն, մեր հույսը չենք կտրցնում։ Իհարկե շահմասուրցիները շատ կուզենային նոր ու գեղեցիկ ակումբ ունենալ, կամ էլ գոնե հինը վերանորոգվեր։ Բայց շահմասուրցիներին ակումբը շատ է պետք, որովհետև տարին կլոր նրանք միջոցառումներ են կազմակերպում, թատրոն խաղում, երգում, պարում եւ ուրախանում ամբողջ գյուղով։ Դերասանները գյուղի երեխաներն են, իսկ երաժշտությունը հենց ինքը ակումբավարն է ապահովում իր հին, բայց շատ հարազատ ակորդեոնով։ Այս երիտասարդ կինը, ով այսքան մեծ եռանդով սալորի օղի է թորում, բոլորովին վերջերս է իր ամուսնու ու 5 երեխաների հետ տեղափոխվել Շահմասուր։ Դպրոցի տնօրենը հատկապես ուրախ էր այս առիթով, չէ՞ որ աշակերտների թիվը միանգամից 5-ով ավելացավ։ Վատ է միայն այն, որ բազմազավակ այս ընտանիքը սեփական տուն չունի ու բնակվում է ուրիշի հարկի տակ։ Գյուղը սիրում են, գյուղի աշխատանքներից էլ չեն դժգոհում, բայց այդ տուն չունենալը շատ խնդիրներ է ստեղծում։ Նոր եք տեղափոխվել ես գյուղ։ Ապրելս ինքն էլ Շուշի։ Լավ է։ Նորմալ է գյուղում, ապրել է շատ դժվար չի։ Ուղղակի մի քիչ դժվար է, մեզ համար որ տուն չունենք։ Ապրում ենք ամուսնուս մորքուրի տանը։ Իրանք է ժամանակավոր Երևան է մնում։ Հող եք մշակում, բերքն եք հավաքում։ Անասուն Արիկա կանանց կողմից մի կով են տվել, 2 ողջար ունենք։ Ընդհանուր առմամբ լավ է, բայց գյուղում ապրելը հեշտ է, այդքան է դժվար չի։ Հուսում եմ, որ պետությունը շուտով մի տուն կտա մեզ։ Եթե գյուղի նորեկ բնակիչներին տան խնդիրն է հուզում, ապա բնիկ շահմասուրցիները բոլորովին այլ պահանջներ ունեն։ Շենի մարդիկ ուս պետք է ապրել, շարում ենք։ Գործ պետք է անես ապրես։ Գործս անում ապրել ենք։ Ես 45 տարի գործ եմ արել։ Մեխանիզատոր տղայում։ Կոլխոզում, վանքեն կոմբինատում, սարսանգում։ Դե մենք պենսիաներ եմ տանը, հիվանավորած, բստանավորած։ Մենակ մի բան խնդրեմ ձեզ։ Ես կոմպյուտերն եմ ադատեն կցած 400,000 ման այդ փողոց տամ կոմպյուտեր երոնում։ Այդ կոմպյուտերը ես որ կարամ չեմ օգտիվի։ Ես որ կարամ չեմ մեր խնդրի հետ խոսեմ, տեսնամ, մեկ ուրիշին։ Wer կարամ չսեփքանը դանից։ Մին անտենան ինչա վեր դնում չեն, շենին 4 գինի շեն երկու լոք ցալեն, ստեղ կաուչ։ Խեչünk չկա, բակական տրանսպորտ չկա։ Դրա հետ էլ մխլե ժողովուրդը լավ չէ, կարամ չեմ տենտանեն ծախին, կարամ չեմ տենա օգտվին, կարամ չեմ դամին տան առնեն, տային շանդան ստե պյադա ագելը։ Հա, ենթադրեն դիզ մաշին ունիմ, նստում կխյերը ջրան կխվերը, բահրևան են օնը վժ, նայետ կիքին։ Համացանց չունենալը 21-րդ դարում իհարկե բարդ խնդիր է, բայց Շահմասուրի համար առաջնային չէ, ուրիշ շատ ավելի կարևոր բաներ կան։ Մեր հաջորդ զրուցակցի կարծիքն է։ Նախկինում ստեղ կողոզ տնտեսություն էր։ 90 թվին վանքից որ բաժան olunk եկած ստեղ առանձին տնտեսություն էր, այդ առանձին տնտեսությունը ամբողջ այս գյուղի երիտասարդը ընկրկած պահվելիս էր աշխատանքի։ Հիմա աշխատանք չկա, դե ինչքան երիտասարդ կա, այդ մի մասն է։ Լավն ապրում են, բայց դե աշխատանք չկա։ Եթե աշխատանք ունի,
ավելի լավ կապրեն, աշխատանքն էլ, մեր գյուղը վերևում լավ դաշտեր կան։ Այդ դաշտերը չենք կարողանում, որպեսզի նա օգտագործենք։ Պատճառը ինչն է։ Պատճառը նա է, որ տեխնիկա չկա, տրակտոր չկա, կոմբայնը կողոզնալալ է, որ մաշկը տամարած սալյարկայատուալ, որ կենազալա հսալ ընդեղ են կոմբայնը։ Հիմա չենք կարող մասնավոր մարդիկ տանեն կոմբայնը հսնեն ընդեղ։ Հիմա եթե գյուղատնտեսությունը զարգանա, այն գյուղը մի քիչ կզարգանա, համ գյուղացին աշխատի, համ այն դաշտերը քոլը կողեուչ։ Բայց ներքին կարգով վերջը գյուղը լավ է ապրում, հոգսեր կա, դա ինչ ասենք։ Ամենտեղ էլ լինում է, հա։ Ամեն գյուղում էլ կա այդ հոգսերը, ամեն գյուղում։ Մեր գյուղում չկա, Լեռնային Ղարաբաղում ամեն գյուղում հոգսեր շատ կա։ Բայց եւ շավաշն էլ այլ հայ օգնության ֆոնդի միջոցները ջուր է բերվել։ Երկու ջրամբար սարքվել, 140 տոննանոց ջրամբարներ է սարքվել։ Բավական է ջուրը խմելու համար, բայց ջուրը որոքման համար, ջուր չկա մեր գյուղում։ Ջուր չկա որոքման համար, եթե մին առանձին ջրամբար սարքվի, ջուր է քինեմ, բայց չեն կարողանում օգտագործենք։ Հողը կարանք օգտագործենք նորմալ, շուկա քինվա, մեր համար դժվար է մի քիչ շուկա քինելը, նրա համար որ 2 կիլոմետր պիտի են տոպրակը շելակը քինե դուսկանդեղ, դրա համար էլ չի կարողանում որ շուկա քինա։ Բայց ներքին կարգով ապրում, լավ։ Բարեկամները հայն ամենը, ինչ արձանագրեց մեր տեսախցիկը Մարտակերտի շրջանի Շահմասուր գյուղում, կհանդիպենք հաջորդ 5 շաբթի գյուղում, մինչ նոր հանդիպում։